Ողջույն, այսօր ձայնագրում ենք առաջի էպիզոդը Hidev Club podcast-ի ու այսօրվա իմ հյուրը Արտակ Tech Blogger երևի համապատասխան հյուրն է առաջի էպիզոդի համար, որտեվ Արտակը, եթե դուք հետևում եք իր սոցիալական ցանցերին, ինքը մասնակցում է ամեն միջոցառումին ու ինքը տեղյակ է, որ ինչ վիճակում է IT ինդուստրիան Հայաստանում։ Փոքր disclaimer, ես ամենի ամբողջ կյանքը ապրել եմ Ռուսաստանում ու իմ հայրենը մի քիչ դժվարանում եմ, բայց ես սովորում եմ, դա исправим։ Արտակը երևի պետք չէ իրան ներկայացնել, որտեվ ով հետաքրքրվում է IT-ով, իրան երևի գիտի։ Բայց մի երկու բառ ասեմ, Արտակը արդեն ասել եմ, որ ինքը եթե ուզում եք իմանալ ինչ միջոցառումներ է այստեղ կազմակերպվում, IT վիճակը, որտեղ է IT նետում, ինչ որ какие-то достижения. Эти Արտակը ասում է իր բլոգի մեջ, обязательно подписывайтесь. Description-ում վիդեոյի ելնելու է լինքերը իր սոցիալական ցանցերի ու իմն էլ։ Արտակ, բարև, շատ շնորհակալ եմ վստահ։ Ողջույն Ջանիկ ջան, շնորհակալ եմ հրավերքի համար։ Ինձ համար պատիվ է լինել համառաջինը, համ գալ քո ոդքասթին եւ իրար հետ զրուցել։ Вообще Արտակը շատ բան ինձ վրաց, ես իրան գրեցի ու ինքը վրաց ինձ պատասխանեց, բան հանդիպեցինք, вообще շատ դուր եկավ, շատ լավ տպավորություն ես թողում, բաց մարդի։ Նա մի քիչ խոսանք, ուզում եմ որ դու մի քիչ պատմես քո կյանքի ճանապարհը, ոնց ես դու հասես IT blogging-ին, ոնց է հիմա գործեր այդում։ Ես ֆինանսական ոլորտում եմ աշխատել, իմ կրթությունն էլ է տնտեսագիտական թեմատիկայով, տնտեսագիտության տեխնացու եմ դառել, միջև պաշտպանել եմ, դասավանդել եմ, միջև հիմա դասավանդում եմ, բայց ինչ որ մի պայծ սկսած, ոնց որ երբ որ տեսնում էի տեխնոլոգիական ոլորտը զարգանում է Հայաստանում, ինքս լինելով ակտիվ իմ բնույթով ու հասկանալով, որ սենց ինչ որ աշխարհում զարգացումներ են լինում ու ոնց որ իմ կողքով են գնում, ես ուզում եմ մասնակից լինեմ դրան, անընդհատ ինչ որտեղ նախանձով էի նայում, որ ես էլ կուզեմ ներգրաված լինեմ տեխնոլոգիական, process-ների մեջ ու չգիտեի ոնց սկսեի, ձեռ հետ նայում էի, ասենք այլ գործեր եւ այլն, բայց արդեն որ երկար ճանապարհ անցել էի ֆինանսական ոլորտում, բանկային համակարգում ու մի քիչ դժվար էր սկսել զրոյից, պետքա սկսեիր նաեւ գործատուներն էլ արդեն այդ ոլորտում տեխնոլոգիական չէին դիտարկում, հա, որտեվ վերջի, չգիտեմ, 15-20 տարին աշխատել ես ուրիշ ոլորտում, դες մի ձևի տարօրինակ էին նայում, չէին դիտարկում, բայց ժամանակ ոնց որ ես մտածեցի, ոնց որ ինչ որտեղ այն տրամաբանությունը եղավ, որ եթե չի ստացվում, ոնց անեմ ես ստեղծեմ, մեկ այդ տրամաբանություններ դրված, եւ երկրորդը նենց ստացվեց, որ ինչ որտեղ նաեւ ինքնաբերաբար եկավ դրան, ես ինքս սկսեցի գնալ միջոցառումների, այդ թվում տեխնոլոգիական ու ինքս իմ համար հավաքագրում էի, ասենք որտեղ ինչ է լինելու, որ ըստ պլանավորվածի մասնակցեմ։ Հետո որ հավաքում էի, տենց ընթացքում տեսնում էի, որ հետաքրքիր միջոցառումներ կա, նորություններ կա, ու որոշեցի, որ լավ կլինի այդ միջոցառումները նաև կիսվեմ ու լավ նորությունները մարդկանց ասեմ։ Քիչ ավելի շատ տենց հոբիի ֆորմատով էր ինչ որտեղ նաև սկսվել, բայց որ տեսա աստիճանաբար հետաքրքրություն առաջացնում մարդկանց մոտ, ոնց որ աստիճանաբար զգացի, որ մարդիկ դրական կապ հետադարձ արձագանքում են, որ շատ լավ է, շատ օգտակար է, տենց քիչ-քիչ հասկացա, որ ինքը կամաց վերածվում է ավելի ոնց որ լուրջ բանի ու ինձ հաճելի է ոչ միայն
գնալ միջոցառումներին, այլ նաև շփվել, այդ ինֆորմացիաները տարածել ու նաև միջնորդ լինել տարբեր մարդկանց, կազմակերպությունների ու գաղափարների միջև, ասենք շատ ունենք, ասենք տարբեր ռեսուրսներ, ունենք լավ գաղափարներ, մարդիկ, ամեն ինչ ըստ էության ունենք, սփյուռքը միասին նաև վերցրած, այստեղ ավելի շատ այդ խնդիրը ես տեսա, որ կա այդ տարբեր մարդկանց, տարբեր կետերը իրար փոխկապակցելու խնդիր, ու ես ոնց որ սկսեցի այդ դերը իմ վրա վերցնել, հա, ծանոթացնել մարդկանց իրար հետ, որ իրար հետ համագործակցեն, հա, մեկը մի բանի կարիք ունի, մյուսը դա կարողանում է առաջարկել, ու տեսա, որ ստացվում է մոտս, ամել հաճելի է։ Տենց սկսվեց այդ process-ը, ու եթե անկեղծ փոքր տարիքում էլ այդ հաղորդավարի ձգտում կար, փոքր ժամանակ, երբ որ ռադիո ալիքներում շատ էր տարածված հաղորդավարը ռադիոյի այդ մասնագիտությունը, իրանք երգ էին դնում, հետո խոսում էին, հիմա որ հիմնականում երգ է ու մեկ-մեկ լուրեր, այն ժամանակ հաղորդումներ էր անընդհատ, ու երբ որ ես լսում էի, իմ մեջ այդ ցանկությունը կար դառնալ ռադիոհաղորդավար, այդ ցանկությունը չիրականացավ, բայց ըստ էության հիմիկվա արդեն այդ տեխնոլոգիաները թույլ են տալի, որ դու ինքնուրույն, հա, սկսես ինչ որ հանրային գործունեություն վարես, ցանկացած բան նկարես, պատմես, ու եթե քեզ մոտ ստացվում է դա որակով անել, կամ նես մի ինֆորմացիա տարածել, որը մարդկանց կհետաքրքրի, ապա դու ոնց որ կարիք չունես գնաս միտեղ աշխատես, ինքնուրույն կարաս ստեղծես, հա, այդ առումով հիմիկվա դարը մեծ առավելություն է տալիս, որ մարդը ինքնուրույն կարա ստեղծի, իհարկե հեշտ չի ճանապարհը, բայց հնարավորությունները ոնց որ ավելի հիմա բնականաբար շատ են։ Դե որ ճամփեն հեշտ չի, էդի դու ինձ արդեն ասել ես դրա մասին, ոնց ես դու այդ ոնց ասեմ, դժվարությունները անցել, որ հավաքես այսքան, դու в принципе մեծ աուդիտորիա ունես։ Դժվարությունները ոնց որ քանի որ հաճույքով եմ արել ու անում, ու ինձ թվում է ամենաշատը ինձ այդ ասենք խնդիրներ, դժվարությունների ժամանակ օգնում է դրական կարծիքը, որ հաճախ ստանում եմ մարդկանցից, թե նամակներով գրելով, թե մեկնաբանություններով, եւ թե երբ որ հանդիպում եմ տարբեր միջոցառումներին, ոնց որ հենց գնում եմ միջոցառման, տեսնում եմ մարդիկ լինում է, որ ասենց շատերը մոտենում են, ասում են, ինչ օգտակար ինֆորմացիա ես տալ, օրինակ, ասենք անվճար դասընթացների ցանկ եմ տեղադրում, ասում են, վայ, դեր միջոցով, կամ internship-երի փորձնակությունների ցանկեր եմ տեղադրում, մարդիկ գնում են, դրանով դիմում են, դեպքեր կան գործի են ընդունվում, կամ ծանոթացրել եմ, համագործակցություններ ա եղել բան, որ ասենց անընդհատ գալիս են նախ այդ շնորհակալությունն են հայտնում, ու այդ դինամիկան որ տեսնում եմ նաև աճի, հա, ասենք որ անընդհատ աուդիտորիան է աճում, անընդհատ մեկնաբանություններն են աճում եւ այլն, ոնց որ զգում եմ, որ ճիշտ ճանապարհի վրա եմ, որ դաժե թե դժվար է, բայց ոչինչ, որ ասում եմ քայլ գնալով հաստատ ինչ որ արդյունքի կհասնես, ու արդեն ոնց որ ես որ ասում եմ արդյունքը տեսնելով ոնց որ համ ուրախանում եմ, համ արդեն այդ դժվարությունները ավելի թեթև եմ նայում։ Բա ոնց ես գնահատում IT community-ն Հայաստանի հիմա, բան շատ են, ինչքան են հավաքվում իրար հետ, ну, взаимодействуют։ Ինքը ասեմ, որ բավականին ի տարբերություն այլ ոլորտների, որտեղ այդ համագործակցությունը միշտ ասում են, չէ, որ հայերը իրար հետ չեն կարողանում համագործակցեն եւ այլն, ինձ թվում է այդ առումով մեր տեխնոլոգիական ոլորտը բավականին առաջադեմ է, ինչ առումով, որտեղ կան բազմաթիվ համայնքներ, մեծ ու փոքր, ու համայնքները պարբերաբար հիմա գնալով ավելի ու ավելի շատ միջոցառումներ են կազմակերպում, հավաքվում, փորձով փոխանակվում, իրար աջակցում, հա, ինչը ասում եմ ուրիշ ոլորտներին կամ ընդհանուր բնորոշ չի, բայց այս ոլորտում այդ
միասնականությունը ես նկատում եմ ու բավականին բան եմ գնահատում ու ես էլ ինքս նաև իմ գործունեությամբ փորձում եմ նաև դրան նպաստել։ Միշտ ասում եմ կան ասենց համայնքներ, կարող եք միանալ, ասենք տարբեր հարթակներում, հա, փակ եւ բաց հարթակներ, հա, սոցիալական խմբեր, այդ ինֆորմացիան տարածում եմ, հա, ասենք ասում եմ, այ դու գիտես, եթե այդ մարդը, չգիտեմ, ինչ որ մի մասնագիտություն ունի նեղ, որ sense խումբ կա, կարող է այս խմբի մեջ մտնել, իրանք անընդհատ հավաքվում են եւ այլն, հա, կամ փորձով են կիսվում եւ այլն, ու ես էլ ինքս բոլորին միշտ այնց խրախուսում եմ, որ միավորվեն, որտեղ այդ միավորված ձևով մեկը մյուսին աջակցելով, խորհուրդ տալով եւ այլն, արդյունքը շատ ավելի լավ է լինում բոլոր կողմերի համար։ Բայց ես եւի քիչ եմ ուսումնասիրել, բայց ինչքան ես հիմա հասկանում եմ, ավելի շատ կոնֆերենսներ են մեծ կամպանիաներ են կազմակերպում։ Իսկ որ իրար հետ հավաքվեն պրոստը մասնագետներ, տենց չի լինում։ Օրինակ ես ուզում եի մի հատ coworking վարձեի, ասում են օրինակ մի հատ զալը զբաղված է, որտեվ Ռուսաստանից եկած ծրագրավորները հավաքվել են, տարբեր տեղերից են, տարբեր տեղերն աշխատում ու հավաքվել են, պրոստը meet-up են իրանց համար, կիսվում են իրանց սպորտով։ Вот, ինձ թվում է, էդի քիչ է այստեղ հələ։ Դա էլ կա իրականում։ Ամեն համայնքի ունի իր տենց փոքր նաև միջոցառումները, պրոստը պարզապես մեծերը, քանի որ ավելի հնչեղ են լինում, ավելի շատ են գուցե գովազդում, տարածում, ավելի ճոխ է երևում, դրա համար ավելի ոնց որ աչքա ասենց ասած ծակում ցույցատրվում, որ հա ասենց միջոցառում խոշոր, բայց այն փոքրերը տենց շատ մեծ հնչեղություն, տարածում որ չի ունենում, երևի թե դրա համար չեն իմանում, բայց իրականում շատ տենց փոքր տարբեր խմբեր կան ու իրանք ինչ որ պարբերականությունով եւ հավաքվում են եւ բան խմբեր ունեն, որ դաժե թե չեն հավաքվում կամ ուշ են հավաքվում, իրանք իրար մեջ անընդհատ այդ խմբերի մեջ իրար հետ շփվում են, հա, մեկը հարց է տալի, մյուսը պատասխանում է եւ այլն, բայց կա ու գնալով անընդհատ շատանում է, այդ իմ միջոցառումների ցանկը որ ես տեղադրում եմ, այնտեղ այդ փոքրներն էլ կան, հա, ոնց որ որոնք որ հավաքվում են, ես դրանց մասին էլ եմ նշում իմ էջերում։ Ну вообще прикольно. Если կուզենայի այտենց փոքր բան ունեի, որտեվ ամեն ինձ թվում է այստեղ կարող է մենտալիտետն է այտենց, որ չեն ուզում լիշնի раз բան հլնեն բեմին կամ կամերայի դեմ։ Вообще բոլոր մասնագետներին IT մասին ենք հիմա խոսում, կարևոր չի ծրագրավոր եք կամ project manager, designer, կարող է դուք մտածում եք, որ ձեր փորձը այդքան հետաքրքիր չի կամ այդքան պետքական չի, բայց իսկականից էդի մեծամասնության երևի դաժե ավելի պետքական է, քան թե իմանալը ես ինչ թազա ինովացիա տեխնոլոգիայի մասին, որտեղ դրա հետ իրանք հանդիպում են ամեն օր։ То есть դուք կարող ասեք օրինակ ձեր կամպանիայում միգրացիան անում Amazon Web Services Google Cloud։ Ինչ բան, downtime-ը ոնց է կրճատել, data բան, user data ոնց է պահել и так далее։ Կարակ բան, համեմատեք օրինակ տարբեր տեխնոլոգիա там Flutter, React Native там или ավելի արխիտեկտուրնի բաների մասին, օրինակ monorepo, multirepo կամ microservice, monolith и так далее։ Կարակ вообще տեխնոլոգիայի մասին даже չասեք, այլ ոնց եք դուք գործման եք, ոնց եք CV ռեզյումե կազմել, ոնց եք հարցազրույցին պատրաստվել։ Պետք է вообще գնալ даже առանց դոկլադի, որտեվ դուք networking-ով ամենալավ գործերն են գտնում։ Просто որ sense մանես գալի այդքան չես գտնում։ Այս networking-ով քեզ կարող են ռեֆերալ տան օրինակ, ու դու արդեն սովորական արդեն не в общей очереди, դու արդեն առանձնանում ես։ Ու դոկլադներնի իմաստնել է այդ։ Даже այդքան կարևոր չի ինչ թեմայով եք ասում, просто որ դուք հելել եք ու ձեզ կարելի ասել ձեր գործընկերները, մասնագետները
լսում էին ու հետո հարցեր էին տալի, դա արդեն ձեզ առանձնացնում է։ Так что в принципе этот մասնակցեք, կարող են ձեր գրեք, որովհետև եթե ուզում եք անել, որովհետև ես եմ ուզում կազմակերպել։ Մի քիչ կնես մի քիչ շեղվեցի իմ մտքերի մասին։ Այդ մասով ես իրականում շատ ճիշտ մտքեր ես ասում ու ոնց որ մեսեջներ ես տալի։ Այդ մասով էլ ես ոնց որ ասեմ մարդիկ երբեմն մտածում են որ դե եթե պետք է կազմակերպեն, դե տարածք պետք է լինի ոնց անեն, հա, ասենք, չգիտեմ, ծախսեր եւ այլն, այդ առումով էլ համայնքը տեխնոլոգիական Հայաստանում բավականին էլի լավ դրության մեջ է, ինչի, որովհետեւ սկսել են տարբեր կազմակերպություններ, միություններ եւ այլն, նաեւ տարածքներ տրամադրել անվճար, եթե դա ծառայում է ոնց որ ընդհանուր մի հատ նպատակի։ Այսինքն իրանք տարածքը ոնց որ ես այդ ինֆորմացիա ասենք որ էլի լինում է, ես ասում եմ հա կան տարածքներ ու ինֆորմացիան տրամադրում եմ որ այստեղ իրանք սիրով ընդունում են ու իրանք դաժե նույնիսկ հյուրասիրություն լինում եւ այլն հրավիրում են որ այդ համայնքը գա քննարկում անի ընդ որում այդ բանը նորից շեշտեմ պարտադիր չէ մարդ գա ելույթ ունենա կարա գա պարզապես մասնակից լինի եւ այդ հավաքնել պարտադիր չի ինչ որ ֆորմալ բնույթ կրի ինքը կարա պարզապես զրույց լինի հավաքվենք ոնց որ հիմա մենք ոնց ենք իրար այդ զրույցում իրար այդ փորձով փոխանակվենք պատմություններ պատմել հա ինֆորմացիա փոխանակել իրար հետ կամ պարզապես շփվել ու այդ շփման ընթացքում լիքը նոր ինֆորմացիաներ լիքը նոր չգիտեմ ինչ որ համագործակցություն կամ իրար ճանաչել բոլոր դեպքերում տենց հիմա չգիտեմ չի ուզի շատ մանրամասն առավելությունների մասին թվարկել բայց շատ են այդ առավելությունները իհարկե մի հատ երկու հատով չի որ մարդ մտածի որ գնացի հա ասենք մի հատ միջոցառման ինչ ստացա տենց կարողա չզգաս բայց եթե երկարաժամկետում հաճախ գնաս շփվես ճիշտ օգտագործես նաև ճիշտ պահակա որտեվ մարդ կա ասենք պարզապես գալիս է տենց չգիտեմ ընտրենք նստում է էլի օքեյ է էդ էլ է տարբերակ բայց գալիս է նստում է լսում է գնում է բայց այդտեղ միտքը այն չի որ գաս մենակ դե համաձայն абսոլютно նստելը կարաս լսելը նաև տանից անես կամ հա վիդեոներով նայես բայց այդտեղ եկել ես ավելի կարևորա ծանոթ փորձես ծանոթանաս խոսաս վերջում մնաս էլի խոսաս ով պատրաստ է հա շփման ու ես հասկանում եմ որ ասենք ամեն մեկը չի որ դրա մասին մի քիչ կուզեի խոսեինք ու իմ խորհուրդը գուցե տայի ամեն մեկը չի որ ասենք հեշտ է ընթերենք հա մարդկա ինտրովերտ է մարդկա դժվարանում է առաջինը քայլ ձեռնարկի կամ չգիտի ինչից խոսե եւ այլն բայց ոնց որ ինքը էլի հաղթարելու հարց է էլի ինքը պրակտիկայի հարց է եթե դու բաց ես մի քիչ գունե տեղ թողես որ պատրաստ ես քո վարկով հա ասենք չես գնում մի անգամից մի հատ թակուն անկյունում նստում այլ ասես փորձում ես տեսնես նայես թեկուս դեռ սկզբնական փուլում էլ եթե նույնիսկ չնախաձեռնես արդեն քիչ ժամանակի ընթացքում ոնց որ կտեսնես ուրիշների օրինակով ինքը սովորելու էլի հարց է էլի ու հետեւաբար այդ սովորել այդ մշակույթը հաղորդակցվում մեզ մոտ հայերի մոտ այդքան երևի այդքան լավ չի տարածված, բայց ինքը նաև պրակտիկայի հարց է, որ ինձ թվում է ինչքան շատ փորձեն, դա միանշանակ է, մեկ է ժամանակի ընթացքում կզգան, որ իրանց այդ հաղորդակցման հմտությունը, շփման հմտությունը լավացել է նախկինի համեմատ, դա միանշանակ է, հետևաբար ես պրոստը խորհուրդ կտամ այցելել եւ այցելելուն զուգահեռ նաև բաց լինել, բաց ասելով դա ամեն ինչն է էլի մտնում, օրինակ աչքի նայվածքը, հա, քո դիրքը, ոչմ։ Օրինակի համար ես նայում եմ, եթե տեսնում եմ մարդը ընդհանրապես չի նայում, իրան հեռու ապահում, հետեւաբար կարող է չմոտենամ, ասեմ, ինքը երևի չի ուզում, բայց եթե մարդը տեսնում ես նայում է, գալիս է, ինքն էլ է ինչ որ ընդհանուր իրան մոտիկ պահում, ասես զգում ես էլի, դա էլ է զգում ինտուիտիվ, որ ով է պատրաստ շփման, հետեւաբար ոնց որ ինքնաբերաբար էլ է ստացվում։
Да, ճիշտ է, բան это в принципе это կյանքի մեջ է տենց է բան եթե դու փակված ես եմ հեռախոսի մեջ ես կամ ես ինչ բան իհարկե ոչ մեկ չի շփվելու այս պետք է բան այո ուզում եմ ասեմ մի հատ բան մեկ ուրիշ թեմա կա էկոսիստեմա որ օրինակ բիզնես ինկուբատոր որ ստարտափներ լինի կամ սիստեմա որ զրոյից սովորացնի մասնագետներ դարձնի այո շատ էլի ոնց որ այդ առումով էլ մեր տեխնոլոգիական էկոհամակարգը այդ հնարավորությունները տալիս են որում ասենք անվճար են լինում օրինակ նույն ամերիկյան համալսարանը ունի տենց կենտրոն էպիկա կոչվում իրանք զրոյից հա քեզ ընդունում են նույնիսկ գաղափարի փուլում որ ոչինչ չես արել զուտ գաղափար ունես ինկուբացիոն ծրագիրը սովորացնում են հա ու ոչ մի գումար չես վճարում կամ օրինակ մի հատ էլ ենթադրենք կան որ թեկուզ հայկական չեն, բայց Հայաստանի համար հասանելի են, հա։ Ու ես դրանք էլ եմ իմ բանում, հա, իմ էջերում տեղադրում տենց ցանկեր, ինչ ծրագրեր կան։ Պետությունն էլ ծրագրեր է իրականացնում, հա, ասենք, ընդհանուր ներուժ ծրագիրը դա արդեն սփյուռքի համար է կամ լինում է էլի տենց ինկուբացիոն ծրագիր, ասենք վերջերս համաշխարհային տենց հայտնի դա մի քիչ իհարկե արդեն ավելի բարձր ստարտափերի համար է, ովքեր ավելի առաջընթաց ունեն, աքսելերացիոն ծրագիր է, ինկուբացիայից հետո աքսելերացիոն ծրագիրն է գալի, ինկուբացիան որ ավելի վաղ փուլն է, դրանից հետո որ եթե ուզում ես աքսելերացիա անես քո ստարտափը զարգացնես, խորացնես, պետությունը դրսից համաշխարհային, հա, սիլիկոնյան հովիտի աքսելերացիոն տենց կազմակերպության կոչվում էր plug and play, գերմանական հրավիրել էր մասնագետներին ստեղ Հայաստան եւ ընտրվել էին 20 ստարտափ, որոնց անվճար այդ բավականին ժամանակ այդ բարձրակարգ մասնագետները խորհրդատվություն էին տրամադրում, թե իրանք ոնց կարող են իրենց ստարտափները զարգացնեն։ Ու այդ միջոցառումները ցանկերը ես էլ իմ մոտ տեղադրում եմ, որ միշտ թարմ, հա, ասենք այս պահին ինչ ծրագրեր կա, որ կարելի է դիմել ու հենց փոխվում է, նորերն են գալիս, հները ժամկետը դառնում, նորերն եմ տեղադրում։ Հենց այդ այն ոնց որ միտքն է, որ ես փորձում եմ այդ ամբողջը հավաքել, այդ ինֆորմացիաները կան, բայց այն ժամանակ մարդիկ չգիտեին եւ այն ես փորձում եմ միտեղ համադրել տենց ցանկեր, մեկը միջոցառումների ցանկն է, մյուսը internship-էր, մյուսը անվճար դասեր եւ մյուսը տենց ծրագրեր, հա, տենց որ կարաս գնաս գրանտներ, ասենք, թե մեր պետությունն է գրանտ տալի, թե այլ տիպի գրանտը սովորելու թե ստարտափի համար, ասենք ինքը տալիս է գումար, ունենք մեր պետությունն էլ է տենց գրանտներ տալի քո ստարտափի համար, որ ինքը անհատույց գումար է։ Այսինքն դու ըստ էության հետ չես վերադարձնում այդ գումարը, ոչ էլ ինչ որ տոկոս ես տալի ու ոչ մի բան չունես ըստ էության, հա, ասենք տենց ինչ որ գրավ եւ այլն, գլոբալ առումով պարտավորությունն այնա, որ ստարտափը զարգացնես, այդ փողը օգտագործես քո այդ գաղափարի, քո այդ ստարտափի զարգացման վրա։ Իհարկե գրանտները մեծ գումար չեն լինում, սովորաբար փոքր են լինում, դրա միտքը դա որ կարողանաս խիստ անհրաժեշտ, հա, կարիքների համար օգտագործես ու կարողանաս զարգացնես քո այդ գաղափարը նորարարական ոլորտում։ Չգիտես, այնտեղ ոնց ասեմ, այնտեղ կարաս գնաս այդ ընդունվես այդ ինկուբատորներ նայդի բիզնես պլանը, թե պետք է սկզբից մի քիչ արդեն աշխատես, մի քիչ արդեն ոնց ասեմ, օգուտ լինի, նոր են ընդունում։ Դե օրինակ այդ ամերիկյան համալսարանինը
ինքը ոնց որ նույնիսկ գաղափարից ընդունում, նույնիսկ ոչ մի բան չունենա, ասես ես մի հատ միտք ունեմ, եթե իրանք հավանություն տվեցին, տեսան որ միտքը տենց իրանք էլ ինչ որ ձևով ընտրում են, այսինքն չունենալը ոչ մի բան, ընդամենը գաղափար, митка. Это, в принципе, да. Это... Нет, понятно, просто идея, это, в принципе, ոչ մի տեղ ինձ թվում է։ Բայց ամերիկյան համալսարանը դա ուզում ասել, որ ինքը նույնիսկ այդ դեպքում վերցնում է։ Փորձում այդ գաղափարը 10 մարի ես քեզ բան անեմ, այդ գաղափարը օգնեմ։ Դաժե ունեն տենց գաղափարի ստեղծման, որ ասենք սենց ուզում ես, բայց չգիտես եւ այլն։ Որ կարաս գնաս 0-ից ինչ որտեղ սկսես թիմ ձևավորել, կտեղ համատեղ եւ այլն։ Այդ հնարավորությունները կա։ Բայց ոնց որ ամեն ծրագիր իր պահանջը ունի, էլի, հիմա այդ ծրագիրը ամերիկյան համալսարանի ինքը կոնկրետ այդ հնարավորությունն է, որ կարա 0-ից սկսես, բայց հիմա նույն այդ ակսելերացիոն ծրագիրը կամ մի հատ ուրիշ ինկուբացիան արդեն ինքը իր պահանջները սահմանում է, որ մինիմում ասենք այս մակարդակի ընդհանրենք MVP օրինակ պայմանական այդ minimum viable product օրինակ ունենաս, որ ցույց տաս, որ ինքը ինչ որ արդեն պրոտոտիպային վիճակի է հասել եւ այլն, ամեն ծրագիր իր մինիմում պահանջներն է դնում, բնականաբար ավելի շատ են նրանք, որոնք ինչքան շատ ես դու առաջ գնացել քո product-ի ստեղծման, իր փորձարկման, իր, չգիտեմ, իրանից արդյունք ապահովելու, այնքան թե ծրագրերը, թե հնարավորությունները մեծանում են, որտեվ ոնց որ դու ավելի վստահություն ես ներշնչում, որ դու ինչ որ լուրջ ես տրամադրված ու արդյունք կտա, հա, ապագայում, որտեվ ամեն ծրագիր մեկը ինչ որ նպատակային է, որ վերջնարդյունքը հաջողություն լինի այդ ստարտափի համար։ Հետևաբար ինչքան դու առաջ ես գնացել, խորացել ես քո product-ի զարգացման գծով, այնքան թե ընտրվելու հավանականությունն է մեծանում, թե ծրագրերն են ավելի ոնց որ հասանելի լինում, ընդ որում ծրագրերը մենակ Հայաստանում չեն, ասենք ինքը միջազգային են լինում, որոնք դու կարաս տեղից դիմես այդ միջազգային ծրագրերին։ Հիմա մի հատ ասեմ, քանի հիշեցի, ասենք օրինակ կա կոչվում է BAG Accelerator, ու դա ասենք նաև Orion Worldwide կազմակերպություն կա, որոնք հայկական, հա, ասենք նաև հիմնադիրներ ունեն, Էմմա Արաքելյան, Արմեն Խրլոփյան եւ այլն, իրանք ասենք ակսելերացիոն ծրագիր կա, որ on-line տարբերակով Ամերիկայից ստանում են խորհրդատվություն, մենթորություն ու վերջում իրանց product-ը ներկայացնում են նաև ներդրողներին ու այս տարի ոնց որ իրանք 5 ամյակի կապակցությամբ այդ ակսելերացիայի որ գոյություն ունի, անվճար հայերի համար ասենք հայտարարություն էին տվել, որ միջև հիմա դեռ կարծեմ ինքը դեռ վերջնաժամկետի մեջ է ու դասավանդելու են աշխարհարչակ տենց սիլիկոնյան հովտի եւ այլն լուրջ մենթորներ ու պարտադիր չի գնաս հասնես, հա, Ամերիկա կամ այլ տեղ, կարող ես տանից, հա, ոնց որ այդ դասընթացները անվճար անցնել ու ստանալ այդ խորհրդատվությունը ու վերջում նաեւ քո product-ը ներկայացնել մեծ բազմության, որ հնարավոր է նաև հետագայում ֆինանսավորեն, ներդրում ստանաս եւ այլն։ Այսինքն այդ հնարավորությունները կա ու գնալով շատանում են։ Դրա համար ես նշեցի, որ մեր էկոհամակարգը ենթակառուցվածքը ինքը իհարկե տեղունի զարգանալու միանշանակ միշտ էլ կարելի է զարգացնել եւ այլն, բայց ինքը ունի արդեն ձևավորված, ենթակառուցված, ձևավորված հնարավորություններ ու այն մարդային անձնավորությունը, որ այդ ձգտումը ունի, այդ ջիղը ունի, այդ կարողությունը ունի ստեղծի, հնարավորությունները կա, որ ինքը կարա նույնիսկ ոնց որ 0-ից գա եւ այդ 0-ից ստեղծու, տենց մենք օրինակներ շատ ունենք, որ 0-ից նույնիսկ այն նախկինում, որ այդ հնարավորությունները չկային կամ շատ քիչ էին, ստեղծել են Հայաստանում ու հասել են շատ մեծ հաջողությունների, շատ մեծ, ասենք, նույն, չգիտեմ, Pixar-ը բոլորը գիտեն, Render Forest-ը, Podcast-ը եւ այլն շատ կան, CRISP-ը, որոնք արդեն լուրջ
CRISPR ոնց որ բանում է, չէ՞։ Ամերիկա է գնացել։ Թե իրենք Չէ, ստեղ թիմը ստեղ է։ Ահա։ Իրանք ընկերությունները նաև գրանցում են Ամերիկայում տարբեր պատճառներով, բայց գաղափարը ստեղծվում է ստեղ, գաղափարը թիմը ձևավորվել է ստեղ, product-ը ստեղ է ստեղծվում, զարգանում, հա։ Pixar-ն էլ ոնց որ իրանք Ամերիկայում են, բայց շատ բան ստեղ են անում երիտասարդ մասնագետների համար, գիտե ծրագրամը բան միջոցառումներ են էլի կազմակերպում solo learn ոնց որ իրանք էլ են Հայաստանից Solo learn-ը Solo learn-ը Հայաստանում էլ ունի թիմ, բայց ավելի շատ դրսում է թիմը, բայց Pixar-ի թիմը հիմնականը ստեղ է Հայաստանում է, գաղափարը ստեղ է ստեղծվել, product-ը ստեղ է զարգացել, ինքը մաքուր կարանք ինքը գրանցված է նաև Ամերիկայում, բայց դա ոնց որ ընդունված պրակտիկա է, ասենք ներդրողները իրանք տենց վստահում են, եթե գրանցված լինես Ամերիկայում։ Իրանց համար թե օրենսդրությունն է այնտեղ հստակ, պարզ եւ այլն, ու հետեւաբար եթե այնտեղ գրանցված չլինես, քո համար ոնց որ դժվար է լինում ներդրողների հետ խոսել, թե նոր պարտներների եւ այլն, զուտ դա ինքը ավելի շատ կազմակերպական չէ, հա, այնտենց կարելի ասել, թե չէ, ասինքն այն որ ստեղ է ստեղծվել թիմը, ստեղ է product-ը, ստեղ է մշակվում, զարգանում, ոնց որ այդ առումով բանը ինքը միանշանակ հայկական է։ Բա երիտասարդ մասնագետների մասին է ուզում ասի, հիմա ինչ հնարավորություն կա, չգիտեմ կարող է դու այդ ոլորտում մի քիչ ընդեղ չես, բայց ես կարող ունես միտք դրա մասին, իրանց ինչքան հնարավորություններ կան, вообще հիմա բոլոր աշխարհում հիմա մի քիչ դժվար է junior մասնագետների համար, օրինակ Ռուսաստանում հիմա բան են, շատերը իրանց փորձը շատացնում են, իրանք չեն աշխատել, բայց գրում են 2-3 տարի, որ աշխատել են, որովհետև դժվար է անցնել, ու HR-ները, ռեկրուտերները դրանից բան, они злятся, все такое, ստեղ ոնց է, ստեղ վիճակ։ Այդ խնդիրը իսկապես մեզ մոտ էլ կա, որ երիտասարդներին ավելի դժվար է լինում, հա, մտնել աշխատանքի եւ այլն, հա, միանգամից փորձառու են ուզում, ու այդտեղից ելնելով, նաեւ այդ կարիքից ելնելով, ես սկսեցի նաեւ ոնց որ այդ փորձնակությունը, internship, հա, փորձնակություններ, նաև junior-ի պոզիցիաներ, որոնք փորձ չեն պահանջում, հավաքագրել ու ցանկով տրամադրել, որ էլի իրանց համ հեշտ լինի, համ որ երևա որ կա։ Հիմա օրինակ ես պայծրությամբ image-ում տեղադրված է 50-ից ավել Ես տեսել եմ, ոնց որ даже Nvidia կար, там какие-то մեծ կամպանիաներ։ Մեծ կամպանիաները իրանք եւս, ասենք, իրանց հայտարարությունը տալիս են, փնտրում են, ու նաև կան կազմակերպություններ, որ իրենք իրանց կենտրոնները ունեն ու իրանք ընդունում են, սովորացնում են, ասենք օրինակ Synopsys-ը իր կենտրոնը ունի, ինքը ընդունում է ու պատրաստում է միանգամից նաև աշխատանքի է, հա, ընդունում, հնարավորություններ կա էլի, ինչ որ չկա, իհարկե վստահ եմ ոնց որ պահանջարկը շատ ավելի շատ է, ուզողները ավելի շատ են, քան այդ տեղերն են, բայց նենց էլ չի, որ ընդհանրապես չկա, ու ես այդ կարիքից ելնելով հասկացա, երբ որ շփվեցի, որ շատերը ասում էին, այ մենք ուզում ենք տենց internship, որ հետո սովորենք, գործի անցնենք հենց այդտեղ, կամ սովորենք գոնե եւ այլն, չկա տենց հնարավորություն, ես սկսեցի հավաքագրել ու անընդհատ այդ ինֆորմացիան տարածել, որ մարդ մտնի, ասենք, ու սենց տեսնի ցանկով որտեղ կա, դիմի, հետո նորից ասենք ենթադրենք մի քանի շաբաթից հետո մտնի, նորից տեսնի նոր ցանկը, որոշակի պարբերականության մեջ այդ ցանկերը արդեն թարմացնում եմ ես, հա, ոնց որ հները, որոնք ժամկետները լրացել են, հանում եմ, որ նորերը, որոնք ավելացել են, տեղադրում եմ, բայց հա, այդ խնդիրը կա, որ ջունիորների
կամ internship-ի ծրագրեր ավելի քիչ են, քան ուզողները կան, հա, ասենք շատերը ավարտում են ու կամ գնում են դասընթացների, հետո ուզում են այդտեղ մտնեն ինչ-որ զրոյից սկսեն աճեն, այդ հնարավորությունները սակավաթիվ են, բայց ծրագրեր կան, որոնք հենց ուղղված են էլի տենց մասնագետ անվճար թեկուզ եւ այլն, հա, պայմանական դրանք 1-2 անուն տան, որ բարձ լինի, ասենք Հայաստանում օրինակ այս վերջին ժամանակներս անընդհատ մեծ պահանջարկ կա բիոտեխնոլոգիական մասնագիտություն կա, որոնք ոնց որ վիճակագրական վերլուծություն են անում բժշկական ուղղվածությամբ ու այդ արդյունքները ներկայացնում են համաշխարհային առաջատար բիոտեխնոլոգիական ընկերություններին, հա, փորձարկումներ, ինքը ոնց որ ավելի իրան ծրագրավորում չի, ինքը ավելի շատ երևի թե վիճակագրական, բայց իր մեջ օրինակ կոչվում է R programming, հա, ինքը նաև ասում են ծրագրավորում, բայց ինքը տեխնոլոգիական մեկատրամաբանությունով է, այդ ընկերությունները, օրինակ մեկը Gurus-ը, մյուսը Statec, իրանք անվճար սովորացնում են ու վերցնում են աշխատանքի, ու իրանք անընդհատ այդ հայտարարությունները տալիս են, որ մենք կարիք ունենք մասնագետների զրոյից սովորացնել ու երկար սովորացնում են, ասենք, հա, ամիսներ շարունակ ու հետո internship, աշխատանք ու աճում է, ասենք այդ իրանք, ասենք մշտապես այդ օրինակ կա, հա, այդ հնարավորությունները, իհարկե միտքեն չի, որ բոլորը այդ ուղղությունն են ուզում բան, բայց լինում են նաև տենց ծրագրեր, որ կամ, չգիտեմ, EIF-ը enterprise ձեռնարկությունների ինկուբատոր կա, ծրագրեր են անում էլի մասնագետների ուսուցման, զարգացման, աշխատանքի տեղավորման եւ այլն, այսինքն կան ծրագրեր, կան հնարավորություններ, հուսով եմ կշատանան, որ ասենք բոլոր ցանկացողները կարողանան գտնել իրենց համարժեք աշխատանքը ու վերապատրաստվել, բայց ամենայն դեպս հիմա համեմատության մեջ, ամեն ինչ համեմատության մեջ է, չէ՞, լավ, ասենք, եթե ես համեմատեմ իմ ժամանակաշրջանի կամ թեկուզ, չգիտեմ, 10-15 տարի առաջ, ասենք, համեմատ այդ հնարավորությունները, այդ տեղերը շատ-շատ ավելի շատ են, քան մեր ժամանակեր, էլի։ Դե ты спорный вопрос, որովհետև ինձ թվում է առաջ պահանջները ավելի քիչ էին, քան թե հիմա։ Եվ կոնկուրսը շատանում է, որ իրանք արդեն работодатели, գործատուները արդեն պետք է ֆիլտր դնեն, որ ավելի տենց լուրջ ֆիլտր դնեն, որ անցնեն։ Поэтому կարող է տենց հնարավորություններ շատ կա, բայց պահանջները շատանում։ Հա, հնչազի։ Ну, в принципе, это համաշխարհային տենդենցիա է, դա տենց չի որ։ Եթե դուք մտածում եք հիմա մի քիչ հիասթափվել եք, ես իմ մասին կասեմ, ես вообще բժիշկ եմ։ Ես Ռուսաստանում окончил բժշկական համալսարան, ատամնաբույժ եմ աշխատում, ես մի 3 տարի եմ IT մեջ, так что հնարավորություններ կա։ Ես, кстати, ես ոչ մի կուրսեր չեմ սովորել, ես հենց ինքս սովորել եմ, так что հնարավորությունները իսկականից կա, это խնդիր չի։ Про поддержку. Вообще հանրապետությունը Հայաստանի ինչքան է օգնում IT սեկտորին։ Կան բազմաթիվ ծրագրեր, բարձր տեխնոլոգիաների նախարարությունը բազմաթիվ ծրագրեր անում, մասնավորապես հարկային արտոնությունների ձևով եւ օրինակ այդ մեկը նշեցի աքսելերատորների, ստարտափերին տարբեր ծրագրեր։ Այդ ինձ թվում է այդ ոնց ասեմ, частный, չէ։ Չէ։ Դա լավ։ Պետությունը այդ գումարը ինքն է տալիս։ Տվել, ասենք օրինակ նույն այդ գերմանական այդ plug and play որ աքսելերատորը գա Հայաստան սովորացնի ինքը
բյուջեից ծրագրով առանձնացրել են եւ տրամադրել են։ Հարկային արտոնություններ կա տարբեր, հիմա տենց չի ուզի նշեի բոլորը եւ այլն, ասենք չգիտեմ վերապատրաստման, նաեւ ասենք աշխատողների, չգիտեմ դրսից բարձր որակավորում աշխատող բերելու, շրջանառության հարկի արտոնություն, research and development գիտահետազոտական, հա, աշխատողների համար եւ այլն, ասենքն կան բազմաթիվ արտոնություններ, ծրագրեր, որոնք պետությունը աջակցում է իրականացնում է ու էլի ոնց որ պայմաններ կան, որ ստեղծվեն կազմակերպություններ, առաջ գնան։ Вот դրա մասին ուզում ասեմ, բա բիզնեսի համար ինչ որ ոնց ասեմ, послабление, ինչ որ այդպես հարմարություն, որ օրինակ налога քիչ լինի։ Հա, կա։ Այդ ոնց որ օրինակ շրջանառության հարկը 5%-ի փոխարեն 1% է։ Սահմանվել տեխնոլոգիական ոլորտի համար, հա։ Կամ այդ եթե դու research and development ոլորտի, ասենք գործունեություն ես ծավալում, աշխատողների հարկերը, որ եկամտահար եւ այլն պետքա վճարվի, էլի տենց արտոնություն է սահմանված, այս հարկային արտոնություններ սահմանված են։ Պարզապես իրանք տես տարբեր ուղղություններով են, տարբեր նրբություններ կա, պետքա ոնց որ ամեն մեկը նայի, տեսնի իրը, բայց կան հաստատ արտոնություններ ու պետությունը, նախարարությունը բարձր տեխնոլոգիաների ինքը ոնց որ տենց անընդհատ հետաքրքրված է, որպեսզի ոլորտը զարգանա, անընդհատ մասնավոր հատվածի հետ հաղորդակցման մեջ է, քննարկումներ են լինում, թե ոնց բարելավեն, որպեսզի դաշտը, ասենք, լավ լինի ու զարգանան։ Այդ համագործակցությունը, այդ ցանկությունը ես ինքս տեսել եմ ու շնորհակալ եմ ես անձամբ, որ տենց կա այդ երկխոսությունը ու այդ համագործակցության ցանկությունը, տրամադրվածությունը միանշանակ կա, էլի։ Որ IT ոլորտները ավելի զարգացած են։ Դու արդեն ասել ես MedTech-ի մասին, որ MedTech կան։ Դու էլ արդեն ասել ես AI-ի մասին, CRISP-AI, ոչ մի քանի ստարտափ ասեցի։ Հա, Render Forest, еще подкаст Podcastle AI, հա, Podcast AI։ Համել ես ոնց որ գիտեմ, եւ 3 կան համ միջոցառումներ, համ բան այդերնի community կան։ Հա։ Այդ ոլորտներն հիմա ավելի շատ զարգացած, թե նախկինում Հայաստանում հիմնականում ավելի շատ հայկական ընկերությունները outsource էին անում իրանց ծառայությունները, այսինքն դրսից պատվիրակում էին իրենց, որպեսզի իրանք ասենք ինչ որ product, ինչ որ ծառայություն, ինչ որ ծրագրային ապահովում, ծրագրավորեին ու ներկայացնեն կոնկրետ պատվիրատուի համար։ Ու տենց product չէին ստեղծում։ Հիմա այդ լավ միտում ունենք, որ գնալով մեր Հայաստանում ստեղծվում են product-ներ։ Հիմա PixArt-ի ստեղծած, Render Forest-ի ստեղծած, CRISP-ի ստեղծած, Podcastle AI-ի ու նմանատիպ էլի լիք ընկերություններ ստեղծած, իրանք product-ներ են, որոնք ստեղծվում են Հայաստանում ու վաճառվում են աշխարհին։ Դա շատ լավ միտում է, դրա արդյունքում է, որ ընկերությունը կարա դառնա միլիարդանոց ընկերություն, ասենք PixArt-ի պես, հա, ասենք Service Titan-ի պես ու անընդհատ աճի ու ինքը ոնց որ ստացվում է, ոնց որ արտադրանքը դու քո մոտ է ստեղծվում, հա, ուղեղը քո մոտ է։ Այն ժամանակ եթե այդ product շատ քիչ կար, հիմնականում այդ outsource պատվիրակումներ, վերջի տարիներին գնալով անընդհատ աճում է ու ամենավերջի թարմ տվյալով, որը ասենք իրականացվել է Armenian Code Academy-ի կողմից, TÜV տենց հիմնադրամ կա, Technology Education Foundation, իրանց կողմից իրականացված հետազոտության արդյունքով, որ հրապարակվել էր, արդեն 35%-ը շրջանառության ստեղծվում են product ընկերությունները հայկական, 65-ը էլի outsource-ն է,
բայց այդ միտումը նենց ա եղել, որ խոսքի 10% էր նախկինում ավելի քիչ, դառել է 35, ու այդ միտումը շատ ոգևորող է ու շատ պոզիտիվ է, ու ինձ ուրախացնում է, ես վստահ եմ գնալով ավելի շատանում են, կշատանան մեր ստարտափերը, որոնք ստեղծում են, ստարտափերի քանակն էլ է շատացել, գնալով շատանում են ու կենտրոնանում են ստեղծել պրոդուկտներ, ծառայություններ, որը վաճառեն ամբողջ աշխարհին։ Մի հատ էլ հարց կտամ, ինչ խորհուրդ կտաս երիտասարդ մասնագետներին այսօրվա վիճակում IT-ի։ Ինչ շատ է լինում, դիմում են, ասում են, ասենք իրանք ուզում են դրանք տեխնոլոգիական ոլորտ մտնել կամ մասնագիտություն փոխել կամ ինչ-որ դասընթացներ գնալ, որպեսզի սովորեն, մտնեն, զարգանան։ Խորհուրդը ես ավելի շատ իմ օրինակն եմ նախընտրում կիսվեմ, ես կարամ ասեմ ոնց որ ես այս ճանապարհը, տեսեք, որ իմ առաջ խնդիր դրեցի ու այդ ճանապարհով գնացի, այսինքն այդ միտքն է, որ մարդ եթե ուզում է ինչ որտեղ դժվարությունները հաղթահարելով, եթե իր հաճույքով անում իրաննա, վաղ թե ուշ ինչ որ արդյունքի հասնում է, ու եթե մարդիկ այդ ցանկությունը ունեն, զուտ իմ խորհուրդն է, որ դժվարությունների ժամանակ շատ չհուսատվեն, ոչ մի բան միանգամից չի լինում, ու նաև իմ դերը ինչ որտեղ այնա, որ ես միշտ բաց եմ, ինձ կարան գրեն, իմ էջերին կարան հանդիպեմ միջոցառման ժամանակ ինձ տեսնելուց մոտենան, ես մոտենամ, խոսենք, թե խորհուրդներով, թե ուղղորդմամբ, թե աջակցելով, մոտիվացնելով, ոնց որ միշտ պատրաստ եմ, դա իմ ոնց որ համարում եմ իմ գործի, տեխնոլոգիական իմ բլոգերության մի մասնիկը, որ զուտ մենակ ինֆորմացիա չեմ տալիս, կամ մենակ չեմ գնում շփվում network ստեղծում իմ համար, իմ ամբողջ այդ ստեղծած կապերը, network-ը, ինֆորմացիան ես սիրով համ կիսվում եմ անհատապես էլ, համ իհարկե մի քիչ դժվար է արդեն գնալով աուդիտորիայում շատ մեծացել են բաժանորդները, արդեն շատ դիմում են, արդեն շատ ժամանակ է ինձանից պահանջվում, բայց դեռ կարողանում եմ, հասցնում եմ, փորձում եմ բոլորին հասցնել, որ բոլորին օգտակար լինեմ, թե խորհուրդներով, թե ինֆորմացիայով, թե մոտիվացիայով, դրա համար կարող են նաև ինձ դիմեն, ինքը դեպքերը տարբեր են լինում, դրա համար case by case, իրավիճակ առ իրավիճակ, անհատական իմ փորձով կիսվում եմ, իմ ինֆորմացիայով, բայց դա որ եթե նպատակ դրել են, զգում են, ուզում են շատ, տեսեք ես 4 տարի է արդեն զբաղվում եմ, ու այդ երկար ճանապարհ եմ անցել, ասենք մինչև հիմա էլ ամեն օր այդ բլոգերության հետ կապված ես աշխատանքներ եմ տանում, որպեսզի արդյունք լինի, եթե ասենք տենց շատ արագ հրաժարվեմ, ոնց որ չէր ստացվի, հետևաբար պետք է անընդհատ փորձել քայլ-քայլ շատ փոքր քայլելով, թեկուզ դինամիկ առաջ գնալ, անպայման կստացվի որոշ ժամանակ հետո, այդ այն խորհուրդը եւ ես բաց եմ, կարող եք դիմել սիրով կուղորդեմ, կաջակցեմ։ Вообще ճիշտ բան ես ասում, ես օրինակ իմ փորձի մասին կարամ ասեմ, որ սովորել է երևի դե ծրագրավորությունը իմ համար в принципе հոբի էր, даже ես սովորում էի բժշկական համալսարանում, բայց հետո որ ուզում եմ արդեն լուրջ գործի ընդունվեի, երևի մի տարի լուրջ սովորում էի ու երևի մի 7 ամիս մենակ գործ եմ անգալի։ Ամեն օր ռեզյումես ուղարկում էի, չեն պատասխանում, ես հետո փոխում էի ռեզյումեն, ավելի լավ էի ուզում գրեի, տենց, в общем, մի քանի 100 հատ ուղարկել եմ, որ մի քանի 100 հատ ես իմաստում 800, ես եմ, տենց շատ, так что, просто
մի քիչ համբերություն ու աշխատասիրություն ու ճիշտ ամեն ինչ կլինի։ Այո։ Դե նույնիսկ քեզ շնորհակալ եմ, որ եկել ես, ինձ շատ Ես եմ աջել էր։ շնորհակալ։ Очень хорошо прошел подкаст։ Մերսի հրավերքի համար։ Էլի կհանդիպենք միջոցառումներին կամ on-line հարթակում։ Բոլորին լավ օր, լավ շաբաթ։ Հաջողություն։ Հաջողություն։